Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու եւ բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար։ Այս մասին Ազատության հետ զրույցում նշեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որի արդյունքում 2 հայ զինծառայող է սպանվել։ Փոխարտգործնախարարի համոզմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացմանը, որն ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով։ Նախագահը գործող ԵԱՀԿ գալով տարածաշրջան եւ համանախագահները եւ Ֆրանսիայի նախագահը արդեն ուղղակի առաջարկել է հանդիպում նախագահների մակարդակով։ Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որպեսզի վերջ դնեն այս տեղում դոփելուն։ Իսկ հիմքը դրա վերջ դնելու դա նույն մադրիդյան փաստաթղթերի են։ Գաղտնասերծված մասից խոսենք, գաղտնասերծված մասն է եւ Ադրբեջանի գործողությունները հայտարարությունները հակասում են այդ ամեն ինչին։ Կարծում եմ, որ դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում։ Իսկ Օլանդի այդ մատնանշած հանդիպումը Փարիզում, որ նա առաջարկել էր եւ որի մասին նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, երբ կարող է տեղի ունենալ մոտավոր ժամկետներ։ Խնդիրը որն է։ Խնդիրը հենց կայանում է նրանում, որ ադրբեջանական կողմի քայլերը ուղղված են այդ հանդիպումը անորոշ հետաձգելու։ Մոտավոր ժամկետներ կան, պարոն Քոչարյան, երբ հնարավոր ինչ որ առաջարկներ արվել են արդեն։ Խնդիրը որն է։ Խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը միտումնավոր դամացնելով փակուղի ձևավորում է մի նոր իրավիճակ եւ այդ նոր իրավիճակում պետք է արդեն մենք էլ մեր հերթին արդեն դիտարկենք այդ նոր իրավիճակը եւ միջնորդները եւ միջազգային հանրությունը կամ Ադրբեջանը պետք է գա այդ կառուցողական դաշտ, որը մոտակա ժամանակահատվածում չեմ էլ տեսնում դրա հնարավորությունը, կամ էլ պետք է արդեն միջնորդները արդեն նոր մոտեցումներ դրսևորեն։ Շավարժ Քոչարյանը պատահական չի համարում, որ տարածաշրջանային այցով այս շաբաթ Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուլքարտերը հատուկ շեշտեց հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման եւ մասնավորապես սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմերի կիրառման անհրաժեշտության մասին։ Դա հենց պատասխանն է միջնորդների կամ ԵԱՀԿ-ի տվյալ պարագայում այն սադրիչ քայլերի, որը իրականացնում է Ադրբեջանը։ Իմ գնահատականով այսպիսի քաղաքականության շարունակությունը, բացի այդ ռասիստական, ռազմատենչ, ես կասեի միջնադարյան քաղաքականության շարունակությունը միևնույն է բերելու է արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը միջազգային հանրության կողմից, որովհետև այլ ելք արդեն այս վիճակում չկա։ Հայաստանի փոխարտգործնախարարն անդրադարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մեծ արձագանք ստացած այն հայտարարությանը, թե Ղարաբաղը չի կարող լինել մաքսային միությունում, քանի որ Ղարաբաղը մեր օրենսդրությամբ եւ նաեւ մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ։ Այս հայտարարությունը շատերի կողմից լուրջ քննադատության արժանացավ։ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը փոխանցելով Քոչարյանի խոսքերը նշեց. Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է։ Մինչդեռ Շավարժ Քոչարյանը հակադարձում է, պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին։ Պաշտոնական Բաքուն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնի իբրև տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Ղարաբաղը ներկայացնելով ոչ թե որպես ինքնորոշված միավոր, այլ Հայաստանի կողմից օկուպացված տարածք։ Եթե մեկ ասում է, որ Ղարաբաղը կազմում է Հայաստանի մաս, դա նույնն է, որ ինքը Ալիևին ուղղակի ներողություն պաստ ասի, բա որ ասում է, ախր միթե կարելի է այդպես մտածել կամ նույնիսկ այդպիսի հարց ձևակերպել։ Երբեք Հայաստանի մոտեցումը չի եղել, որ Ղարաբաղը դա Հայաստանի մաս է, Ղարաբաղը անկախ պետություն է։ Մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում են հորիզոնական, դողոքնհայտ է։ Բայց դա իր հերթին ամենևին չի նշանակում, որ Հայաստանի եւ Ղարաբաղի մեջ լինելու է սահման։
Հայաստանի փոխարտգործնախարարն անդրադարձավ նաև Աստանայում Նազարբաևի հնչեցրած նախապայմաններին, ըստ որի Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն առանց Լեռնային Ղարաբաղի։ Նազարբաևի այդ հայտարարությունը Շավարժ Քոչարյանի համոզմամբ այնքան էլ կոռեկտ չէ, բայց դատել պետք է ոչ թե հայտարարություններով, այլ այն փաստաթղթով, որն արդեն ընդունվել է։ Այդ փաստաթուղթը առկա է Եվրասիական հանձնաժողովի սայթում կա։ Առաջարկում եմ ծանոթանալ այդ փաստաթղթին, որը շատ հստակ ասում է, որ մինչև ամսի 21-ը պետք է ներկայացվի ստորագրման համաձայնագիրը։